Տեսրեք ինչ են գրում։ Տեսրեք ինչ խոսույթով են հանդես գալիս։ Դե բա ինչի մասն է խոսքը։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ եթե ինքը 2021 թվականին լիներ իշխանության, Արցախը չէր հայաթափվի, կասեք ինչ մեխանիզմով, բացատրել է ձեզ։ Այն մեխանիզմերով, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահը հենց այդ ճգնաժամային իրավիճակում, հենց այդ անելանելի իրավիճակներում թվացial որ պատասխանատվություն ստանձնող մարդիկ էլ չկային, ստանձնել է Արցախի Հանրապետության նախագահի ղեկը, ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ստանձնել է ինքը եւ հաղթանակներ ակերտել, հենց այդ նույն տրամաբանությամբ եւ հենց այդ նույն լոգիկայով, ճգնաժամային կառավարիչ լինելու, հմուտ բանակցող լինելու, իր կառավարման ընթացքում ոչ միայն ինքը կարողացել է հմուտ ցույց տալ, որ ինքը հմուտ բանակցող է եւ ուժեղ ղեկավար է, այլ նաեւ միջնորդ է հանդիսացել այն ժամանակ, որ մի քանի շաբաթ առաջ որ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է նաեւ որոշակի առումով ներգրավվածություն ունենա նույն Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, այդ մարդը այդ փորձն էլ ունի։ Շատ բան չի խոսում, ես կուզեմ շատ բան խոսի իր կառավարման ժամանակահատվածին, թե ինչ միջնորդական դերակատարություն ա ունեցել նախկինում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, կներեք, իրադարձությունների եւ դրա իր մասնակցության եւ այդ մասնակցության շնորհիվ վերահաս վտանգը կանխելու։ Ես կուզեմ ինքը շատ խոսի դրա մասին, բայց քանի որ ժուշկալ է եւ շատ թեմաների մասին ինքը չի խոսում, դա կարծում եմ, որ ես էլ կոչ եմ անում երկրորդ նախագահին, որ դրա մասին շատ խոսի։ Ինչքան շատ խոսի, այնքան մեր ժողովուրդը կհասկանա, որ մեզ այս իրավիճակում պետք են հմուտ ղեկավարներ, պետք են փորձառու ղեկավարներ, պետք են լավ բանակցողներ եւ ոչ թե մարդիկ, որոնք որ տարածաշրջանը երում է մի օր կուկուրուզ օպերացիան, մի օր պերաշկի օպերացիան, մի օր ես չգիտեմ քաբաբ ու շաուրմա օպերացիան, ինչ դրանով ինձ մեշիզներ եք տալիս հարևան եւ բարեկամ Իրանի Նիկոլ Փաշինյանը ասում է տեսնում են իրանք են հավաքվում։ Դե բոլորս էլ ուտում ենք, դե իստումա դուք էլ եք ուտում, ոչ մեկ սոված չի մնում, բոլորն էլ ուտում են, բայց ոչ մեկ իր ուտելիքները, դե եթե Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, եթե քո հարևանի տունը ողբերգություն է, եթե քո հարևանի տունը դժբախտություն է, սքի մեջ է, դու ցանկապատից էսկոմ քու ուտելիքային բաներն ես ցուցադրում, իստում է դա նորմալ չի։ Պարոն Դանիելյան, իշխանությունը մեղադրում է ձեզ, որ վերջերս այլ Ղարաբաղի մասին չեք խոսում, Արցախի մասին չեք խոսում։ Ինչու չեք խոսում, եթե երբ որ ասում են Քոչարյան ասում է 21 թվականին կկարողանայի կանխել, ասում է բա հիմա ինչ է։ Ինձ շատ ժամանակ մեղադրում են, որ շատ եմ խոսում։ Բայց ես կարծում եմ, որ դուք երևի ուշադիր չեք կոնկրետ իմ եւ իմ գործընկերների ամենօրյա եւ այդ խնդիրների մեր արցախցի քույր եղբայրների խնդիրների, անձնագրային խնդիրների, կեցության իրավունքի, վերադարձի իրավունքի մասին, այսօր անգամ վերադարձի իրավունքի հարցը բանակցային սեղանին դրված չէ։ Մենք ինչ ենք ասել, նաև մեր համագումարի ժամանակ, որ Արցախի վերադարձի հարցը պետք է դրվի բանակցային սեղանին։ Դա այն իրավունքն է, որը որ պաշտպանվում է գրեթե բոլոր պետությունների կողմից, եւ դա անկալելի է բոլոր պետությունների կողմից։ Նորմալ պետությունների մասին է խոսքը, ավտորիտար պետությունների մասին չի խոսքը։ Եւ դա այդ օրակարգի մասին մենք շատ ենք խոսել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով ենք խոսել, ել չգիտեմ, ել ոնց պետք է խոսանք։ Հիմա էլ նորից էլի կրկնում եմ, որ արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը այս փուլում շատ իրատեսական է եւ դա մենք պետք է անընդհատ խոսենք դրա մասին եւ այս խնդիրները պետք է անպայման։ Արցախի ազատագրումը, պարոն Դանիելյան, Քոչարյանի իշխանության օրոք նման գործողություններ լինելու։ Արցախի հարցի վերաբերյալ հետեւյալը կասեմ։ Արցախի էջը ուզում են փակել այս իշխանությունները։ Իրենք գիտես ոնց որ մարդուն ծանր Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Արցախը ազատագրվելու է թե ոչ։ Լսեք, ուրեմն, եթե դուք նույն գործելավոճով եք ուզում խոսեք ինչ որ իշխանություններն են այդ գործելավոճով խոսում,
Մենք ոչ թե չէ, գիտեք, իրանց ասածն եք ասում, թե ձեր կարծիքն է Ես դա։ հարցնում եմ Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, եթե գա իշխանության, ազատագրելու է Արցախը, թե Լսեք, ոչ։ Ղարաբաղցի մարդու ծննդավայրը կապ չունի, արցախցի ենք, տավուշեցի ենք, գյումրեցի ենք, թե այլ բնակավայրից ենք, դա հեչ նշանակություն չունի։ Ցանկացած հայրենասեր ղեկավար պետք է իր առջև առաջին խնդիրը դնի արցախցիների վերադարձի խնդիրը եւ իրավունքը։ Հիմա մենք չենք խոսում Արցախի իշխանությունների մասին է խոսքը, իշխանությունները չեն խոսում Արցախ վերադարձի մասին, Ադրբեջանը ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, Արևմտյան Ադրբեջան գաղափարը եւ ադրբեջանցիների ստե բնակեցման հարցը։ Բանակցային սեղանի չեն դրվում մեր 100 հազարավոր հայրենակիցների վերադարձի հարցը, որը Բաքվում, Կիրովաբադում, Գանձակում, կներեք, Սումգայիթում ապրել են։ Այդ հարցերը որևէ մեկը չի դնում։ Ինքնորոշման, կներեք, վերջացնեմ ես։ Ի վերջո, ինքնորոշման իրավունքի դրույթը եռանախագահների կողմից դրվել է այդ դրույթը Միշկի խմբի եռանախագահների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի հարցնադրվել, ճիշտ է, ուժի չկիրառման դրույթն էլ է եղել դա, բայց ամեն դեպքում այդ իրավունքը, ինքնորոշման իրավունքի դրույթը նաև Միշկի խմբի համանախագահ, բայց եթե կան Հայաստանում իշխանություն, որ այդ իշխանությունը հրաժարվում է ամեն ինչից, եւ հիմա այս պահին Հայաստանի Հանրապետությունը կանգնել է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև եւ այսօր մենք խնդիր ունենք Հայաստանը այսօր պահելու, որ վաղը մյուս օր 100 հազարավոր ադրբեջանցիներ չբերի ստեղ բնակեցնի։ Արդեն խոսում է Հայաստանի Հանրապետությունը կազմախանդելու ծրագրի մասին։ Սահմանադրական փոփոխությունները, որ ասում են, ինչ էին ասում։ Ասում են, սահմանադրական փոփոխությունները կապ չունի Ալիևի պահանջների հետ։ Բա ինչ եղավ էդի։ Հիմա ինչ են անկախության հռչակագիրը, ես դա փոխկապակցված է։ Հայաստանի Հանրապետության լինելիության հարցը փոխկապակցված է Արցախի վերադարձի եւ վերադարձից հետո նաեւ ինքնորոշման իրավունքի ինքնորոշման վերադարձ։ Ուրեմն անվտանգության լսեք, ես ես նորից եմ կրկնում, էլի։ Հիմա այս պահի դրությամբ դուք հասկանում եք, որ Արցախ վերադարձի հարցը առաջին հերթին պետք է արցախցիների վերադարձի հարցը դրվի բանակցային սեղանին եւ դրանով առաջին քայլը անելով մենք կարող ենք արցախցիներին առնվազն Արցախ վերադարձի իրավունքը այս պահի դրությամբ ամրագրել եւ դա հասկանալի եւ ընկալելի է բանակցային անվտանգության երաշխիքներով նույն Միսկի խմբի համանախագահների երաշխիքներով հնարավոր է արցախցիների բանակցել հնարավոր է բանակցել եւ այդ բանակցային խորքը ապահովել, որպեսզի մենք կարողանանք ավելի շահեկան դիրքերում հայտնվել։ Կներեք, դե վերջացնեմ, դե դուք կամ լսեք, կամ եթե չեք ուզում լսեք, ուրեմն ձեր իրավունքն է, ես թողեք ես իմ կարծիքը հայտնել, ամբողջ ծրագիրը այսօր մենք չենք հրապարակում, բայց մենք ունենք այդ ճանապարհային քարտեզը եւ այդ ճանապարհային քարտեզը մենք լավ հասկանում ենք, պատկերացնում ենք եւ դրա շուրջը ես կարծում եմ մենք կարողանալու ենք ապահովել այն ինչ որ մենք մտածում ենք, երազում ենք եւ պլանավորում ենք։ Փաշինյանի զանգը Վլադիմիր Պուտինին ինչ է նշանակում, որտեղ ըստ Կրեմլի իրենք քննարկել են տարածաշրջանային, տրանսպորտային, էներգետիկ հարցեր, ենթադրվում է նաև էներգետիկ համակարգի կամ երկաթուղու հետ կապված, բայց կառավարության պաշտոնական կայքում այսպես դիտարկումն այն էր, որ հանդիպում է պահանջում Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է ընտրությունից 2 ամիս առաջ նորից ուզում հանդիպել եւ զուգահեռ այսօր Արմեն Սիմոնյանի հայտարարություններից տպավոր այսպես շատ կտրուկ էին հակառուսական հայտարարությունները։ Ինչ կարող ենք ենթադրել այս առումով։ Ենթադրությունները կոնկրետ ինչքանով որ ես հասկանում եմ, երկաթուղիների հարցը այս ընթացքում քննարկվում է,
ինչքանով էլի որ ես տեղյակ եմ ղազախական ընկերության ինչ որ կոնցեսիոն կառավարումը հանձնելու հետ կապված հարցեր են քննարկվում, չգիտեմ, պետք է այդ թեմայի շուրջ ավելի խորքային հասկանանք, թե ինչ ծալքեր կան, բայց ես մտածում եմ, որ գործող իշխանությունների կողմից նամանավանդ վերջին շրջանում հակառուսական տրամադրվածությունները ավելի քան ակնհայտ են, ինչ ընթացք կունենա դա չեմ կարող ասել, որովհետև գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում կախվածությունը Ռուսաստանի հետ շեշտակի բարձրացել է ԵԱՏՄ շուկայի հետ, եւ այդ որ օրնի բուն ասում են, որ դիվերսիֆիկացիա, չգիտեմ ես ինչ են արել այդ դրա ուղղությամբ, ոչ մի բան չեն արել, ավելի շատ են կախվածությունը ԵԱՏՄ շուկայից։ Ես չեմ պատկերացնում, թե օրինակ դրա այլընտրանքը այս պահին, եթե օրինակ իրենք հրաժարվում են այդ տնտեսական համագործակցությունից, այլընտրանքը ո՞րն է, ուրիշ այլընտրանք բան ստեղծել է, կա ուրիշ այլընտրանք բան ստեղծած, այլընտրանքային ինչ-որ բան կա ստեղծած, ամբողջ աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը իր այդ փոխկապակցված են, եթե առանձին Էվրիկա արել, գնացեք հարցեք ինքը ոնց է դա պատկերացնում, ես ամենայն դեպս դա այդքան էլ լավ չեմ պատկերացնում, եթե դու տնտեսական կախվածությունը ավելացնում ես, դա իր հերթին բերում է նաև քաղաքական առումով կախվածության, եւ այս առումով այդ կախվածությունը շատ ավելացել է հենց իր կառավարման ժամանակը, բացեք ցուցանիշները, տեսեք ԵՄ-ի հետ առևտուրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտուրը, ենթադրենք իրենից առաջ ինչքան ա եղել, հիմա իր կառավարման ժամանակահատվածում ինչքան ա եղել, այսինքն դա վիճակագրական տվյալներ, որը որ շատ պարզ երևում է այդ ամեն ինչ։ Խնդրեմ ասել։ Պարոն Դանիելյան, կխնդրեի հստակեցնել ավելի պարզ, Հայաստան դաշինքի ծրագրում Արցախի դեօկուպացիա լինելու է, թե ոչ։ Ես կրկնում եմ, ամբողջ